Կոսիերներս տեսնում եք ինչ աղում կա։ Բարսախոսով ա խոսում, այս կինը, այս տղամարդը։ Լավացրել ա, 18 աստիճան, ջերմ աստիճանը, գործից հետո տուն եմ գնում, ուժեղ գլխացավով։ Ականջիս տակ նստած այնքան բլբլացին, այնքան խոսացին արաբերեն, առանց էլ գլուխս ցավում ա։ Չգիտես ինչի այսօր մոտս գլխացավ սկսվեց, ասում եմ, չգիտես ինչի, բայց երևի գիտեմ։ Այնքան ուշ հասա գործի տեղ, այսօր տրամվայ չկար, 2 տրամվայն էլ չեկան, հետո պարզվեց ինչ-որ վթար ա եղել, թե ինչ դրա համար, երևի 30-35 րոպե ուշացա գործից ու դե ապացույց ա պետք ուղարկել, նայում էի սենց ապով, տրամվայի գալիս էր ժամի, դե ցույց էր տալիս, որ իբր գալիս ա, բայց իրական տրամվայ չէր եկել, հետո նայեցի, որ կարամ օնլայն ապացույց ուզեմ, իրանք ինձ ուղարկեն իմ մեյլին, հարցում արեցի, թե որտեղից որտեղ, որ ժամի, որ օրը ու իմ իմեյլի հասցեն գրեցի, պետքա ուղարկեն, բայց գրած էր 72 ժամ կարատեպի, բայց թե ոչինչ էր, որ ստանամ կուղարկեմ իմ գործի տեղ։ Այս երևի ժամանակ երևի շուտ ա հասնում կանգառներ դրան վրա, ամեն կանգառում սենց երկար կանգնում մնում ա, չի շարժվում։ Դե տրամվայով որ գնում եմ, հիմա մինչև կայարան չեմ էլի գնում եմ մինչև Աշոտի այդ հանդիպման, մեր հանդիպման վայրը։ Այնտեղից կհանդիպենք Պեկինով կգնանք։ Խանթից դեռ դուրս չի եկել, զանգեց Աշոտը, ասում ես կամ ասում վայ լավ կանես, որ կաս գլուխս ցավում ա։ Ծերի վրա բան կար, դրա համար կտրուկ արգելակեց իջավ արեստը, իջավ վերցրեց։ Այդպես ժողովուրդ ջան, խանութում էլ ոչինչ տենց, ոչ շատ մարդ կար, ոչ էլ քիչ մարդ կար, գործի դե միշտ կա ու կա, թողնած եմ, բայց կարևորն է նա, որ այս շաբաթ էլ չեմ աշխատելու, ազատ շաբաթ օրսա, մի քանի օր հանգիստ իմ համար կհանգստանամ, վլոգներ կնկարեմ, կարճ ասած ժամանակ ունենամ մի քիչ իմ համար։ Այդ սիրուն նասկիներ կային վերցրի իմ համար, սես տարբեր գույների, 4 եվրո արժի 7 սույթը։ Այսը տարբեր գույների կա, մենակ այս մեկնամուկ գույն, մնացածը բաց գույն են, մի հատ էլ վերցրել եմ սենց սպիտակ, այսինքն այնքան շատ նասկի ունեմ, բայց ես շատ եմ սիրում նասկիներ, ես տեսնում էլի առնում եմ, այս էլ է 7 սույք, այս արժեր 450, 7 սույքը այս մեկը արժեր 4 եվրո, այստեղ էլի մի երկու բան էլ ունեմ, սպիտակ պոլո եմ առել, տղամարդու, սրանք հայլիներ են, ահա, սենց սիրուն հայլի ա, խոշորու սովորական, հետո, էլի բան ունեմ, մի հատ, ես իմնա, հա, այդ իմնա, այդ նոր չի, շրթունքների մատիտ եմ վերցրել, լիպլայներ, այս գույնը, մեկ էլ այս գույնը, այս հասավ երևի, թե չի հասել, խոսքով ընգած մնամ, սենց բաց գույնի շրթներ, այսը, էլ ինչ ունեի, մի հատ շորիկ եմ վերցրել, 3 տարել էի, շատ դուրս եկավ, բայց մի քիչ նեղոտ եղավ իմ ռազմերը, այս վերևի մասերը, մի քիչ նեղոտ եղավ, հիմա մի ռազմեր մեծ եմ վերցրել, տանեմ փորձեմ։ Հասել եմ մեր հանդիպման վայրը, Աշոտը չկա, անձրև ա, երևի տեսանելիությունը լավ չի, դրա համար ուշացել ա, բայց ոչինչ, սենց ինձ հարմար ա, որ գալիս եմ, ինքը գալիս է ստեղից ստանում ա, բայց ամեն անգամ չեմ ուզում կանչեմ, միշտ ասում եմ, չի ահագին հեռու ա գալիս, ու բացի դրանից ինձ վճարում են ավտոբուսի, գնացքի, տրամվայի համար, հիմա կրկնակի չեմ վճարի բենզինի համար են, այսա հասավ Աշոտն էլ, համարյա իրար հետ հասան։ Արև ձեզ, ահագին ժամանակ չենք տեսել,
Մեր մոտ եղանակը մի քիչ անձրևային է, չցանկացա որ սվետը թրջվեր, եկել եմ որ մեքենայով տանեմ տուն։ Լավ էր զանգեցիր, նենց էլ գլխոցավ ունեի Այ տեսար։ Հա, իսկ հիմա ճնշում սեր բարձրացել, որովհետև դուրս եկա դրսում մի քիչ շնչառական վարժություններ արեցի ու սկսեցի օրանջելը։ Աշուտ շատ շոկ է։ Արդեն իջցրել եմ։ Բայց շոկ է։ Ես մրսում եմ դու։ Ես էլ շոկում եմ, ես շոկած եկել եմ։ Հեսա տամ լավ մինուսի վրա։ Մի հատ իմ ամուսնյակը տեղց ա բերել, որ հիմա ճանապարհն ուտեմ, դիտի որ սոված եմ, մինչև տուն հասնենք, չնայած անհամ ոնց որ խոտ լինի ժողովուրդ ջան, ընդհանրապես համոհոտ չունի։ Իսպանական դեղց է։ Իսպանական։ Բա որ մեր հայկական դեղցը ծիրանը գաստը համ արժեքը վատ չի լինի Ռուսաստան տանելուց։ Շատ այն դից բերել։ Գինն էլ պետք է բարձր կլինի ու լավ էլ կառնեն, ինչ է եղել։ Որակի հետևից շատ էր գնան։ Անցյալ թե նախանցյալ տարի էր, չէ՞, գնացինք որ առնենք չկար։ Հա, ստե ծիրանը անցած տարի 12.50 էր կարծեմ։ Գնացինք։ 1 կիլոգրամը 12 եվրոից ավել էր։ Ինչքան դեմ ավելի թանկ էր, բայց չկար։ Չկար։ Ես այսօր եղել եմ հայկական խանութ, հարցրեցի, ասաց սպասում ենք։ Հա, կարող է բերեն, բայց սեզոնն է։ Ասաց սկայքում գրված կլինի։ Հա։ Ինչ որ երևի արդեն աբրանքա տեսակներն էլ պետք է ավել եղնի։ Ինչ են բերելու տեղեր են սարքում։ Հա, բայց անցյալ տարի մենք գնացինք առևտրի, հարցրինք ծիրան երբ կլինի, չէ, ես գրեցի հարցրի, ասեցին էս ինչ օրը կլինի, գնացինք չկար, ստացելին մի անգամից վաճառվել էր։ Այստեղ գործ են անում, դրա համար այս սվետաֆոր են դրել, որ կարմիրը տալիս է մի րոպե ու կես պահում է, դրա համար քանի կանաչ է գնանք անցնենք։ Մի կողմանի ամի ճանապարհը ահագին տեսեք, այսքան տեղ 200 մետր մի ճանապարհ է, որ երկու կողմից մի ավտոները հասնեն։ Մի 2 րոպե մեկն է հասնում, մի 2 րոպե մյուսը։ 2 րոպե։ Պես կարգավորում է, հա։ Ստված րոպե ու կեսը։ Րոպե ու կես տոկոս։ Ինչ որը գնացինք։ Թեմոյի պատվերներից ինչ-որ ետ պետք է ուղարկել, իր տոպրակը թարսացրել եմ, դասավորել եմ մեջը, հիմա պետք է փակեմ, լավ չեմ բացելուց, հեսա նայեք, ինչ մի քիչ տեղ ա մնում էլի, որ փակվի, բայց սկոչով լավ կձգեմ, ես էլ էլի նույն պատվերի մեջ էին իրանք դրել, բայց ես երկու հատը առանձին ա, սրանք փակեմ, տանենք, ետ ուղարկենք։ Տանում եմ Թեմոյի պատվերները հետ ուղարկեմ, այսինքն Աշոտի հետ ենք գնում, որ հետո էլ խանութ պետք է մտնենք առևտուր անենք։ Այս հատից ետևը դնենք ու գնանք։ Տանենք խանութից ենք հետ ուղարկելու, մի հատ խանութ կա, ուրիշ ազգի տղա է աշխատողը, տանենք հետ ուղարկենք։ Կոնտեյները մեջ գցելու շորեր ունենք։ Վերցրել ենք հետերս, այս Աշոտը իջասնի գցի, այս սրա մեջ, վերջ։ Եղանակը անձրևային է, բայց այս պահին չկա, զոնցիկ էլ չեմ վերցրել, այս առաջիկա 5 րոպեի ընթացքում որ չկա, ես կտանեմ ու ետ կդառնամ, այստեղ բայց կարելի է կանգնել, այս ինչ նշան է։ Լավ է քիչ ուտել։ Այս խանութն է։ Մի րոպե ես իշտեմ էլի Աշոտ, թե թեկվես կա։ Սպասի։ Մինչև Աշոտը պարկինգ անի, ես տանեմ հանձնեմ, ետ կդառնամ։ 2 րոպեի ճանապարհ է։ Այս խանութից կարելի է նաև գումարային փոխանցումներ անել։ Վերջացրի, բառացիորեն մի րոպե տևեց, հերթել չկար սպասելու, այստեղ հեծանվորդներ ունենք, ահա, գնացինք, Աշոտը արդեն պարկինգ է արել, մեկ մտածեցինք ուրիշ սուպերմարկետ գնայինք, բայց ասի չէ, ինքան սովորել ենք, այս Lidl-ը որ մոտ է, ամեն ինչի տեղը գիտենք, ասեցի չէ, տունն է լիքը գործեր ունեմ, ասի ավելի լավ է գնանք մի անգամից պետք Lidl-ից բանջարեղեն բան է պետք, բայց կանաչ էլ չունեմ, էլի Lidl-ից կվերցնեմ, ոչինչ, գնանք առևտուր անենք ու գնանք տուն, լոբի եմ տապակել, այսօր ճաշի համար ու աղացած միս եմ հանել, ուզում եմ մի բան սարքեմ, չգիտեմ հլը տոլմակ անեմ, թե ուրիշ բան,
Գնանք տուն, գնայեմ արդեն իմ հավեսին, լավ տոլմայի կաղամբ ունենք, այդ տափակ կաղամներից։ Ինչ որա գնանք տուն նոր կորոշեմ, թե ինչ պատրաստեմ։ Կարևորը որ ազատեմ, գործի չեմ, շատ հավես է, հաճելի է։ Դիմացը կայարանն է։ Ուղիղ չենք կարմել, այս կողմից իշտենք կայարան, գնում ենք, սենց թեքվում ենք։ Ոնց որ սկսեց անձրևը։ Այո։ Ահա, տեսար, ասեցի գոնե 5 րոպեն անձրև չկա, մինչև տանեմ ծանրոցները տան, ու չեկավ։ Հիմա լիդլում մեկա պարկինգ ներքևում ենք անում, խանութի տակ։ Դրա համար էլ չի խանգարի անձրևը։ Տեսար սիչեց, հետը բանին ավտոբուսին սիչեց։ Բոլորն էլ սիչեն։ Են բանը, ինչա սկեյտեր կշողը։ Անձրևայի սենց հավես եղանակա, այստեղ եկեղեցի է մի հատ, բայց եկեղեցի չի, չա, շու դպրոցը։ Քոլեջը։ Քոլեջը։ Կաթոլիկ եկեղեցու սպասավորներ են պատրաստում, թե բարձր բարձրագույն կրթություն են տալիս։ Այն մի օրը գործի, մնում էր մի 10 րոպե, որ գործս վերջացնեմ, մի հատ պապիկ մոտեցավ։ Ես որ պապիկ եմ ասում, ինձ ծիծաղը գալցավ, հետո մենք էլ ենք արդեն այն տարիքում, ուղղակի պապիկ ասելով նկատեմ, որ Քեզից մի 20 տարի մեծ է։ Հա, ինձանից մի 20 տարի մեծ։ Դամաշնիկներով ոտերը ուռած, տեսնասկիներով, վերջը, անձրևոտ եղանակ էր կուրտ կողբանով, ու ոնց ասեմ, մի քիչ ոնց որ վրայից էլ հոտ կար, ու եղունգները սենց մի ձև որ նայում էր, ես չգիտեմ, սնկային հիվանդներ, թե ինչ էր, վերջը ինչ որ է, մի քիչ տենց ոչ էսթետիկ վիճակ էր, մոտեցավ, ես էլ շոր եմ ծալում, մեկ էլ ինձ ասում է, այսինքն մի ձևի անակնկալի եկա, ոչ ասեց կներեք կամ ոչ մի բան, ասեց Հակովսա, սենց արմացած նայեցի, ասում ինչ, ասում է Հակովսա, սկացի որ կուրտկա է մի հատ հակել, կոչկել է, ու ինձ հարսում է, ես իմ Հակովա, ասի չէ փոքր է, ասեց, լավ չէր լսում, հա, ասում եմ փոքր է, ասում է, բա որը վերցնեմ, չկա, ասեց եկեք գնանք, ես երեխեքի բաժնում եմ կանգնած, ինքը տղամարդկանց բաժնից եկել է մի հոգու գտել է որ հարսնի, սենց դամաշիկները քս-քս տասնելով, վերջը գնացինք, ասի եկեք, ասի արի, ես կօգնեմ քեզ, ու հետո ժամանակս քիչ ամնում, գործս վերջը ասում եմ, թե հասցնեմ որ գնամ էլի, ժամանակին գնամ, գնացինք հետևից մի կերպ, ոտերը սենց քսելով գալիս է այդ մարդը, հասանք այդտեղ նայեցի այդ իր ահագինը սմոլներ, ինքն էլ դահագին էլ փորով էր, փորը մեծ էր, ասի չես, ասի մի հատ, ուզում եք ասի մի հատ էմը փորձեք, մեդիում կար, մի հատ գտա մեդիում, փորձեց, էդ էլ էր փոքր, հա, ասի չէ, ձեր ռազմերը ոնց որ էլն է, ու էլ չկա, մենակ մուկ կապույտ գույնը կար, ինքը չէր ուզում էր բաց գույներն է մենակ փոքր ռազմեր էր մնացել, ասի մի հատ գոնե ես մուկ կապույտ էլը հակի, տեսնենք քո ռազմերը էլն է, ասում է չէ մուկ գույնը չեմ ուզում, բայց լավ չի լսում, ես ամեն ինչ ես գոռալով եմ խոսում, ասեմ չէ ուղղակի հակի ռազմերը դիմանանք որն է, վերջը մի կերպ հակավ այդ էլը իր ռազմերն էր, բայց բաց գույները չկար, հիմա շատ էր բանա մտածում էր, ասում էր բայց ուզում եմ, ասի լա մի րոպե սպասի, գնամ պայստում նայեմ կարող է լինի, պատուհաններն են մաքրում այնտեղ ասի սպասի գնամ նայեմ կարող է լինի պայստում արագ գնում եմ որ ես իմ ժամից չուշանամ գնացի պայստում նայեցի ցավոք սրտի չկար այնքան ուզում էի որ լիներ բերեի այդ մարդը ուրախանար էլի վերջը չկար եկա ասում եմ չէ չունենք ասի ուզում ես վաղը կամ այսօր նորից մի հատ արի ասում է ոնց կամ ոտերս ուռա ցավում են հազիվ եկել եմ ասում է դե լավ դու ասում է էսը վերցնեմ դոշերը չեմ կոչկի ասի դե նայ ոնց կուզես տվեցի վերցրեց գնացի գիտեք նենց մարդիկ են պատահում հատկապես տղամարդկանց բաժնում այդպես լինում կանայք դες բան չեն անում որ հագնում են չէ օրինակ շալվարը եկել են շալվար առնեն իրանց ռազմերը չգիտեն ու ասում են մի հատ ռազմերս կնայես
Ին մեծ էլ մի անգամ դες դեպք եղել է, նորը կոլեգաս էլ պատմեց, ասի հա ինձ էլ մի անգամ նոր էի մտել գործի հարցրին։ Տղամարդը եկել է, ասում է մի հատ ռազմերը կնայես շալվարից, պատկերացնում եք իր հետևից մասից պիտի ռազմից շալվարը թեքենք, ռազմերը նայենք, այ քեզ բան։ Կոլեգաս եկավ բողոքեց են նորը, ասեցի, բա ինչ արեց, իր ասում է, շատ գիտեմ, ասում է, զզվում է, ասում է, շատ ես իր շալվարը պիտի թե իր ձերտա իր շորի, որ ռազմերը նայի, աբսուրդ է, այ քեզ բան։ Տանը նայեք, նոր եկեք։ Վերջը ժողովուրդ ջան, դա էլ այդպես։ Բաշու ջան, այսպես պատմություններ են պատահում մեր խանութում։ Բա լավա այդպեսի պատմություններ են, ավելի վտանգավոր պատմություններ չկա։ Որն ավելի վտանգավոր է։ Եկան կլի։ Դե հա, ուրիշ բան, դե կարա։ Հա, օրինակ մեր խանութում եղել է, էլի շատ շուտ, ես համարյա ինչքան 7 տարի աշխատում եմ, 6.5 տարի աշխատում եմ այդ խանութում, որ արդեն վերջի ժամերին, որ քիչ հաճախորդ է մնում, շուտով խանութը պետք է փակվի, մի հատ կին կանացի ներքնազգեստի բաժնում լրիվ վերևը մերկացել է ու կրսկալ է փորձում։ Աշխատողը տեսնում է, security-ն ասում է, որ մի հատ կին տկլորվել է։ Իրոք էստեղ մտնենք։ Եվ աշխողմից հեծանվորներ կարող է գան։ Վերջը ժողովուրդ ջան, աշխատողը security-ն ասում է, որ մի հատ կին տկլորվել է։ Անվտանգության աշխատողն էլ մինչև գալիս է, այս կինը հասցնում է այդ կրսկալը փորձի ու հագնվի։ Ինչ ասես կարա պատահի, հա ճիշտ է ասում աշոտ, ավելի վատ բաները կարան լինեն, որ հանդերձանում սեքսով են զբաղվում, այ քանի անգամ էլ դες դեպքեր ա եղել, որ մեր աշխատողները տեսել են, լսել են ու բան են արել, մենեջեր են կանչել։ Դրանց հետո հիմա արգելվում է, երկու հոգի չեն կարա իրար հետ մտնեն հանդերձարան։ Հասանք ժողովուրդ ջան։ Իջնենք առևտուր անենք։ Նենց էլ աղմու կա, էստե պարկինգում։ Երեք իրիկուն նորությունները մի քիչ լսեցի, նոր քնեցի, 2.5 տարեկան երեխան ընկել էր, ջուրը խեղդվել էր, տատիկի մոտ էին թողել, ծնողները գնացել էին աշխատանքի, մի ժամ կես հետո արդեն երեխի մարմինը ջրից գտել հանել էին, պատկերացնում եք 100-150 մետր երեխան քայլել գնացել էր, լիֆտերը վաները սարքել են էստե սանդուղքներ, լավ է։ Տատիկը երևի խաբար չի եղել, երեխան տանից դուրս է եկել ու ժամ ու կես հետո փաստորեն արդեն երեխի մարմինը գտել էին։ Պատկերացնում եք ծնողների վիճակը ու առավելևս տատիկի վիճակը, որ իր մոտ է եղել է, դեպքը իր մոտից է գնացել երեխան։ Այս վերջին երկու առևտրի ժամանակ այս շարժասանդուղքները չէին աշխատում, լավ է, սարքել են։ Փոքր ես վերցնում է շուտ։ Հա չէ, այն լոլիկների վրա ողը քիչ է։ Ինչ ոնց որ տեղնել է, արդեն մի հատ վերցնենք, ավելացնենք։ Ինչ արժի 249 ակցիա է։ Սել է ակցիա, orchidea-ն 7.99։ Առևտուրը վերջացրինք, խանութում տեն չնկարեցի, արագ վերցրինք, մեր հայրենակիցներին հանդիպեցինք, շատ ուրախացանք, շատ հաճելի տպավորություն ստացանք, ողջույններս Երանուհի ու Արմանին, հուսանք էլի կհանդիպենք, այսինքն էլի կհանդիպենք, արդեն մտածված կհանդիպենք էլի, այդպես ժողովուրդ ջան, հիմա առևտուրը դատարկենք մեքենայի մեջ ու գնանք տան արդեն ցույց կտամ ինչ եմ վերցրել։ Մենք արդեն տան ենք ժողովուրդ ջան։ Աշոտ այնտեղ հեռուստացույց միացրեց, դուրը փակել եմ, որ ձայնը չխանգարի, առևտուրը միասին դատարկենք, հետո ես արդեն տան գործերին անցնեմ, ագին գործ ունեմ անելու, շորերի հետ կապված դասավորություն, փոփոխություն վերջը, կարճ ասած։ Մի հատ կարտոֆիլ վերցրինք, չունեինք, ես 5 կիլանոցը, շաբաթը գոնե մի անգամ կարտոշկա ժարիտ ենք անում, այսինքն աշոտն անում, գիտեք, շատ համոն ժարիտ է անում։ Հիմա այս բարսակները, ոյ, ես ինչ-ինչ ծանր է, սպասեք, այս մեկից սկսեմ, որ այստեղ
վտանգավոր բան կա չգցեմ կոտրեմ 2 տուփին վերցրել մտածում եմ մի բան թխեմ այս ազատ օրերից բրինձ բասմատի իմ համար ամենալավ բրինձը տուփերով է մեջը գիտեք 4 տուփա 425 գրամ 250 կես կիլո է մեջը մի հատ մաղադանոց վերցին, պարզում Աշոտի երեք մի փոքր առևտուր արել, հայկական խանութ ա մտել, այնտեղից լավաշպան արել ու համ եմ արել, մոռացել էր ասել ինձ, ես այս առնանը չէի բացել, դա երեք գործից եկել եմ ու չեմ նայել ես, ճանապարհն ասեց համ եմ արել քո առներ, ասի ինչ լավ ա, ուրեմն ես էլ մաղադանոց կվերցնեմ ու այդպես դրանով կփարիշենք, կվերջացնենք։ Խաղն վերցրեց, սպիտակը ունենք, մի հատ էլ սրանից վերցրենք, ես աշխատում եմ խաղ չուտեմ, այս հատապտուղներից եմ ես ուզում եմ ուտեմ, նկատի ունեմ սրանց եմ փորձում ուտեմ, որ մի քիչ նիհար եմ, ինչը որ ստացվում է, ասեմ, շերքի վրա այդքան թվերը չեմ զգում, բայց սանտիմետրերով զգում եմ ու կարևորն էլ հենց սանտիմետրերով նիհարելն է, մաքրած բիո պամիդորներ եմ վերցրել, երևի էլի կար, բայց ես երկու հատ չէր, բրոկոլի վերջերս չէր լինում, Աշոտը որ գնում էր առևտրի ասում էի բերի, ասում էր չկա, բայց ինձ թվում է երևի ինքը չէր տեսնում, որովհետև այսօր էլ էր այդ ձևով բանում, այս դախլի տակ էր էլի դրա սենց ասած, ես կռացել նայել եմ, նոր տեսել եմ, դրա համար ասում մի անգամից երկու հատ վերցնեմ, էլի ունեմ, տոպրակներ էլի չենք վերցնում, գնում ենք առևտրի, ունենք այդ բազմակի օգտագործման տոպրակների, չեմ վերցնում, լոլիկը հենց այսպես վերցրի դրեցի սայլակի մեջ։ Մի քանի հատ բանան, չկար այնտեղ, ես շուտեցի մի քանի հատ, կիսեցի լավերը մեջից, այս կոկիտ շատ հասածները հանել եմ, այս 4 հատը վերցրել եմ, կանաչ լոբի, այսպես տափակ լոբիների, Մի անգամից այսպես շարում եմ սեղանի վրա հարմար է, հետո իմ անգամից կտեղավորեմ։ Այս մի պայուսակա, շուտն ասենց այս պայուսակ չէ, սրանից չի ասում, պլաստիկ են տոպրակներից վերցնենք խանութի մեջ, ասում չէ, վերցնում ենք, այդքան պլաստիկը թափում ենք, ինչ համար վերցնենք, ասում պայուսակները ոնց որ քիչ են, ասի քիչ չեն, ես եմ զբաղեցրել, կդատարկեմ երկու մեծ պայուսակ, ես առևտրի շոպերները շորեր եմ լցրել, ձեզ ասել էի, որ պետք է տանեմ, մի տեղ կա, այստեղ մեր քաղաքում ապրողները, եթե ինձ լսում են, այդ որ հագուստները տանում, գցում է կոնտեյներների մեջ, մի տեղ կա, որ իրանք վերցնում են, արդեն ձեզ վճարում են դրա համար, մեկից մինչև 5 եվրո, իրանք տանում, դրանով փող են աշխատում, այնպես որ եթե դուք էլ ունեք հագուստ, որ պետք է տանեք, ձեզ պետք չի տանեք, թափեք, այսինքն լստեք այդ կոնտեյներների մեջ, եթե ձեզ պետք է ասեք հասցեն տամ, դուք էլ տարեք, հունիսի վերջերից, եթե պետք լինի, ես արդեն ձեզ մանրամասներ կասեմ, հասցեն ու թե երբ, որ ժամանակահատվածում։ Այնպես որ այդ ես պայուսակները, ես եմ զբաղեցրել, ահագին հագուստ եմ դրել, ահագին էլ դրել եմ, որ թափեք, այսքան տեսակ արդեն թափեց Աշոտը, տանձա վերցրել, ելակ, հոտը ինչ լավն է, մի հատ մասկարպոն է վերցրի, մտածում եմ կարող մի բան թխեմ, սերուցքել եմ վերցրել, դրոշ, վերջես մի օր որոշեցի հաց թխեմ, տեսա դրոշ ունեմ, ինչ որ ինձանից չէր, ես որ միշտ zapас եմ ունել, այս անգամ նայեցի, այդ անգամ չունեմ, գազարը նվեր եմ վերցրել, հաճախորդի քարտի վրայի միավորներով եմ վերցրել, 300 միավոր կար կուտակված, գազարն եմ վերցրել, ծաղկակաղան, մի քանի հատ դդմիկ եմ վերցրել, իրև խառն ա լցվել, մեծ քացակ, քանի որ արդեն ամառը մոտենում է, այդ մոծակները ակտիվանում են, քացախը լավագույն միջոցն է մոծակների դեմ։ Ամբողջ մակերեսը քացախով սրբում ենք, պատուանները կարելի է սրբել, որ ճանճերն էլ մոտ չգան, ընդհանրապես խոհանոցում օրինակ, որ արդեն շոկ է լինում, մոծակները չգիտես ոնց հայտնվում են, ու քացախով որ մաքրում ենք մակերես, մաքրելուց հետո մի հատ էլ քացախով սրբում ենք, արդեն մի քանի անգամ որ անում ենք, էլ չեն գալիս։ Բուլղարական պղպեղներից եմ վերցրել, եթե ինձ հարցնեն թիվ 1 բանջարեղենը որն է, իմ համար բուլղարական պղպեղն է։
այս սառեցրած կանաչ լոբին ու կանաչ բոլորը միասին, այսօր ես շատ սիրում եմ, որ արդեն պատրաստի է, վերջերս չէր լինում, այսօր կարած մի անգամ երկու վերցնեմ, գնեմ արդեն սարսակցիկ, որտեղ արդեն ոնց որ հալվում է։ Նայն որտեղ տեղ ունեմ լավաշ եմ գրել, որ սարեցնեմ, ահագին տեղը զբաղացրել եմ։ Մի հատ քիչ յուղայնությամբ սերուցք եմ վերցրել, այս էլի մաքրած լոլիկ, մի հատ փոքրիկ սեխ եմ վերցրել, մի հատ սամիթի արմատ եմ վերցրել, սրա համար նաև սունգ եմ վերցրել, շամպինյոն եմ վերցրել, որ ապուր պատրաստեմ, ինչ որ շատ համով է լինում։ Մի հատ հացարաշոտը վերցրել, շատ ամուշոտումի։ Կասայի մոտ մի կին եկել էր, հացեր առել, ասում էր, չգիտեմ ինչ երևի ուրիշ հաց ա եղել, կամ չգիտեմ ինչ խնդիր էր, ճիշտ ասած սկիզբը չլսեցի դրա համար, բայց կապած էր հացի հետ։ Ինքան սպասեցնել տվեց այս մածուն, բնական յոգուրտ, չինական կաղամ, չգիտեմ ինչ կպատրաստեմ, բայց դե չկարողացա չվերցնեմ, էլի ձգնիկ, բրոկոլի դե երկու հատ վերցրի, մի հատ պիցա կարելի է պատրաստել բրոկոլիով, այս ֆետա պանիրը, այս էլի սերուցք, յուղոտ սերուցք, կրեմների համար ամենալավ սերուցքը, 35%-անոց։ Վերջին պայուսակն է դատարկենք, համբերությունները չչարաշահեմ, սպանակ եմ երկու հատ վերցրել, մի հատ բրոկոլա, սմբուկ եմ վերցրել, մի քիչ խնդրիկ էին, սենց կերած խմած, մի հարց չկար, բայց դե ոչիշ լավ։ Աջապսանդալ կուզենայի էփեի, բայց դե մենակ ոնց երևում է ես եմ սիրում։ Տանեցները չեն սիրում, բայց կա մի փոքր էփեմ, չգիտեմ։ Այս փոքրիկ սունգը մեծերից չկար, չնայած էս էլ է հերիք, վերցրել եմ հատուկ, որ էս ինչ էր անունը, սամիթի արմատով ապուր պատրաստեմ։ Պաքսոյ եմ վերցրել մի հատ, 3 հատ փոքր կար, 3 տուփ փոքր պաքսոյներ էին, մեծը չկար որ վերցնեի։ Այս սաղմոն ձկներից տոմատի սոուսի մեջ ընտիր է, համով, շատ լավն է, արժեքն էլ 2.50 է։ Ես ընդմիջման համար մեկ-մեկ սրանցից եմ տանում։ Քիչ մնաց ժողովուրդ ջան։ Մի աման կիվի եմ վերցրել, կես կիլո կիվի եմ վերցրել, կասենք, եթե չեմ սխալում 4 եվրո արժի։ Սառեցրած ծովամթեր, ոսկե բանա, շուտը սիրում է, պիցայի վրա լսում ուտում է, սիրում է, շատ օգտակար է, բայց ես օրինակ ոնց որ զզվեմ, չէ կարող ուտեմ, սպիտակուսներ ամենաշատերից նաև իրանք են էլ, իրանք, սրանք են պարունակում, բայց դե ֆետա պանիր էլի, բայց ես ոնց որ զզվեմ, լավ չեմ անում, իհարկե գիտեմ, լիմոն ենք վերցրել, կարագ, ու պրեյ, կամ պրաս։ Դասավորեցի վերջացրի, ճիշտ է, մեր սառնարանը տենց փոքր սառնարան չի, բայց դժվարությամբ է տեղավորում, երևի մենք ենք մեծ չափերի առևտուրանում, մի կերպ տեղավորում եմ, թե ասում ենք շուտ-շուտ խանութ չգնանք, բայց էլի ոնց ուզում է լինի շուտ-շուտ գնում ենք, թեկուզ փոքր բաների համար։ Առևտուրս տեղավորեցի վերջացրի, մի հատ սուրճ խմեմ, հիմա մնում է այստեղ կանաչիները պետք է լվանամ տեղավորեմ, համեմալ մաղարանով ու աղացած միսը ֆարշը սարքեմ, բռնեմ ֆարշը ու երևի տոլման փաթաթեմ, ոնց հասկացա, շուտը սպասում է տոլմայի։ Հիմա մի հատ սուրճ խմեմ, ժողովուրդ։
Ես ինչ անուշ հոտ ունիմ սուրճը շատ լավն է։ Ես շատ եմ սիրում ես իմ սուրճը լիդելից կնված սուրճն է։ Այսպես լցրել եմ կա, անձրևը սենց եղանակ ամբողջ օրը անձրևային շարունակվեց, լավ սոված էինք, հաց կերանք, լոբիեի տապակեց սպանախ ու սպանախը ձուբան չեմ ավելացրել, ոչի լոբու վրայի ձու ավելացրել, սոխարած էի արել լոբին, սխտոր էի գցել ու տոմատ լեչո լցրել էի, լոբին պես լցրել եփել էի, աղբան ու շատ համով էր, սպանախն էլ ուղղակի մի փոքր ձեթ էի ավելացրել ու սպանախը դե լվացած սպանախ է, լիդրից գնված են բեյբի թերթիկները, դες լցրել էի ու վերջը, այդ ձևով դες ոնց որ շոկ է խաշվել էր, կարճ ասած հաց կերանք, հիմա մի հատ սրճեմ, վլոգը սրանով ավարտեմ, լավ մնացեք, սիրում եմ ձեզ, պաչիկներ բոլորիդ։